Սիրելի կարիճներ, ձեզ բաժին է ընկել Ռունա Ուրուզը, մի քիչ պետք է զգույշ լինեք, որովհետև այստեղ կարիճը ինքը խոր առեղծվածային ուժ է և Ուրուզ այս Ռունան դա ինչի հետ կապ ունի վայրի էներգիայի մասին է սա խոսում։ Ամսվա համար, մայիս ամսի համար, որը կարող է ստեղծել ձեզ համար չափազանց պայթունավտանգ և հզոր համադրություն։ Սա Փյունիկի էներգիան է, որը պատրաստ է վերածնվելու։ Սիրելի կարիճներ, Ուրուզը դա վայրի ցուլի Ռունան է։ Այն խորհրդանշում է անկոտրուն ուժը, ֆիզիկական առողջությունը, դիմադրողականությունը և այն հզոր ներուժը, որը թույլ կարող է տալ ձեզ հաղթահարել ցանկացած արգելք։ Այն նաև կարող է բերել ձեր կյանք տրանսֆորմացիա, այսինքն հինը քանդելու, որին դեմ դուք անկարող եք և նորը կառուցելու ձեր կյանքում։ Մայիսը կարիճների համար այստեղ հարմար կարող է լինել ուժի և հաղթահարման հետ կապված ամիս, եթե նախկինում ձեզ թույլ էիք զգում կամ ինչ-որ բան կաշկանդում էր ձեզ, ապա Ուրուզը, այս Ռունան ձեզ կբերի բավական շատ էներգիա, որը կջարդի բոլոր պատնեշները։ Սա ընդհանրապես առողջացման շրջան կարող է լինել մայիս ամսին ձեր մոտ, թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Գործողությունները ձեր մայիսին դուք կարող եք ունենալ անհավանական բավականին աշխատունակություն, սա լավագույն ժամանակը կլինի սկսելու օրինակ, այնպիսի գործեր, որոնք պահանջում են ձեզանից մեծ կամքի ուժ։ Ոչ ոք և ոչինչ չի կարող ձեզ կանգնեցնել մայիս ամսին։ Ուշադիր եղեք այս Ռունային, եթե դուք խոսքի օրինակ որոշեք ինչ-որ նպատակներ դնեք և հասնեք ձեր նպատակին։ Տրանսֆորմացիա կարող է լինել ձեր կյանքում մայիս ամսին, որը հաճախ կարող է բերել կտրուկ փոփոխություններ, այնինչ այլևս ձեզ պետք չի կարող է փլուզվել, որպեսզի տեղն ազատվի նորին ու ավելի հզորին, Ստեղ հզոր նկատի ունեմ կառույցի։ Կարիճների համար սա սովորական, բայց անգամ շատ ինտենսիվ գործընթաց կարող է լինել մայիս ամսվա համար։ Տիրապետեք ձեր ուժին, սիրելի կարիճներ, Ուրուզը շատ մեծ էներգիա է, որը կարող է ձեզ էներգիա բերել, վերածվել ագրեսիայի, եթե այն ճիշտ չուղղորդեք։ Մայիսին խորհուրդ կտայի զբաղվել սպորտով կամ ակտիվ աշխատանքով, ոչ մի բանից էլ մի վախեցեք։ Այսքանը, սիրելի կարիճ։